Այնուհետև լսեցի ինչպես բազմության մի բարձր ձայն երկնքում, որ ասում էր. Ալելույա, փրկություն և փառք և պատիվ և զորություն մեր Աստծուն։ Տեսնելով պոռնիկ կնոջ արդար դատաստանը, սուրբերը շատ պիտի ուրախանան երկնքում և մեծ շնորհակալությամբ գոհություն, փառք և գովաբանություն պիտի մատուցեն Աստծուն, որովհետև ճշմարիտ և արդար են նրա դատաստանները, քանի որ նա դատեց մեծ պոռնիկին իր պոռնկության մեջ և նրանից լուծեց իր ծառաների արյան վրեժը։ Սրբերը թեև դատապարտված պիտի տեսնեն իրենց ազգականներին, սակայն պիտի ուրախանան, որովհետև Աստծո ճշմարտությունն ու արդար դատաստանը նրանց սրտից պիտի վերացնի արյունակցական գութը և պիտի սանձի բնական կարեկցանքը։ Եվ կրկին անգամ օրհներգեցին ու ասացին. Ալելույա, և նրա ծուխը բարձրանում է հավիտյանս հավիտենից։ Ոչ թե երկրավոր քաղաքի ծուխն է բարձրանում, այլ դժոխքի։ Սա է նրանց կրկին օրհներգության պատճառը։ Քանզի որքան տևական լինի ամբարիշտների պատիժը, այնքան կբազմապատկվի սուրբերի օրհնությունն ու գովքը։ Եվ 24 երեցներն ու 4 կենդանիները վայր ընկան և երկրպագեցին Աստծուն, որ աթոռի վրա նստած էր, և ասացին. Ամեն, ալելույա։ Սրանք բոլորն ձայնակից են սուրբերի փառաբանությանը, հաստատում և անչափ ցանկալի լինելու պատճառով կրկնում են նույն խոսքերը։ Դավիթն էլ էր երգում. օրհնեցեք Տիրոջը բոլոր ազգեր, բարձրացրեք նրա անունը միասին։ Եվ գահից մի ձայն ելավ, որ ասում էր. օրհնեցեք մեր Աստծուն, նրա բոլոր ծառաներդ, և դուք, որ երկնչում եք նրանից, փոքրեր և մեծեր։ Դավիթը ասում է. Աստվածավախեր, օրհնեցեք Տիրոջը։ Այս ձայնը լսում էր 4 կենդանիներից, որոնք նախապատիվ դիրք ունենալով Աստծո բոլոր երկյուղածներին հրամայում են օրհնել նրան։ Եվ լսեցի մի ձայն, ինչպես ձայնը մի մեծ բազմության, ինչպես ձայնը շատ ջրերի, և ինչպես ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր դարձյալ. Ալելույա, քանզի թագավորեց մեր ամենակալ Աստված։ Նախ ասում է. ձայնը շատ ջրերի, խորհրդանշելով երկնայինների միաձայն երգեցողությունը։ Երկրորդ ասում է ուժեղ որոտի ձայն, ցույց տալով նրանց երջանիկ և աշխույժ տենչանքով սրտից բխող հաճելի երգը։ Երրորդ մինչ այս 4 անգամ կրկնում է ալելույա, քանզի այն ուղղված է ամենասուրբ երրորդությանը, երեքին ու միակին։ Չորրորդ պատճառաբանում է ասելով. թագավորեց մեր ամենակալ Աստված, որպեսզի Աստծո թագավորելը տիրապես ճանաչվի նաև այլոց կողմից, ինչպես Հոբն է ասում. կհատուցի և ճանաչել կտա Տերը հենց իրեն։ Ուստի դատաստանի ուշացման պատճառը ամբարիշտների անզգամությունն է։ Դավիթ մարգարեն ասում է. մեղավորը ինչու զայրացրեց Աստծուն, և բացատրում է, որովհետև իր սրտում ասաց, թե ինքը չի քննվի, այսինքն չկա իրավունք և հատուցում։ Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք նրան, քանի որ հասավ գառան հարսանիքի ժամը, և կինը նրա հարսը պատրաստվեց։ Քրիստոսի հարսը եկեղեցին է, նշանադրությունը լինում է մկրտվելիս, իսկ հարսանիքը երկնքում։ Կնոջ պատրաստվելը հարությամբ վերանորոգվելն է և անճար փառքով զարդարվելը։ Սուրբերի ուրախությունն ու ցնծությունը մեծ է այնքան, որքան վայել է երկնային հարսանիքին։ Փեսայի հետ միավորվելն ու զույգ կազմելը կլինի այն ժամանակ, երբ Տերը ասի. եկեք իմ հոր օրհնյալներ, և տվեց նրան հագնելու սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ, որը սուրբերի արդարության բեհեզն է։ Բեհեզը պայծառ և ձյունաճերմակ ուժն է, այն հատուկ է սուրբերին և խորհրդանշում է երանելի փառքը։ Ինչպես բոլոր աստղերի ընդհանուր գույնը սպիտակն է, այնպես էլ այս բեհեզը կտրվի հավասարապես բոլոր սուրբերին, նրանց արդարության համար։ Բեհեզը բոլոր սուրբերի արդարության նշանն է, բայց սուրբերի ամեն մի դաս իրեն հատուկ առաքինության համապատասխան յուրահատուկ փառք է ունենալու, քանզի ինչպես որ այլ է փառքը արեգակի և այլ է փառքը աստղերի, այդպես էլ այլ է փառքը կույսերի, մարտիրոսների և այլոց։
Եվ երեցներից մեկն ինձ ասաց. «Գրիր այս բանը. երանելի են բոլոր նրանք, որ կանչված են գառան հարսանիքի ընթրիքին»։ Սա նաև ավետարանում հիշված կնոջ իղձն է. «Երանի նրան, ով ճաշ կուտի Աստծո արքայության մեջ»։ Թեպետ Հովհաննեսը գրում էր, սակայն երեցն իր հերթին, որպեսզի առավել փափագելի դարձնի լսողներին, հրամայում է. «Հիրավի երանի բյուր նրանց երանի, որ կանչված են գառան հարսանիքի ընթրիքին»։ Ճաշը լինում է կեսօրին, իսկ ընթրիքը երեկոյան, այսինքն աշխարհի վախճանին։ Մենք այժմ վայելում ենք գառան ճաշը նրա մարմնի ու արյան հաղորդությամբ, բայց երանի հասնենք ու վայելենք նաև ընթրիքը։ Ընթրիքն այս կերակուր կամ ըմպելիք չէ, այլ Աստծուն դեմ հանդիման տեսնելն է, որով պիտի ճաշակենք սեր, ուրախություն և խնդություն։ Եվ ես ընկա նրա ոտքերի առաջ, որպեսզի երկրպագեմ նրան։ Ըստ այլ թարգմանության, և ես ընկնելով նրա ոտքերի առաջ, երկրպագեցի նրան։ Երբ Հովհաննեսը լսեց «գրիր այդ», կարծեց, թե հայտնության վերջին խոսքն է, ուստի գրելուց հետո կամեցավ երկրպագել և շնորհակալություն հայտնել այնքան խորին խորհուրդների համար, բայց հրեշտակը թույլ չտվեց, ասելով. «Ես քո ծառայակիցն եմ»։ Սա նախ նրա խոնարհության նշանն է, քանզի հրեշտակները խոնարհ հոգիներ են։ Դրա համար էլ ասաց. «Տեր Աստծու միայն երկրպագիր»։ Եվ ոչ թե հպարտ, ինչպես այն դևը, որ փորձում էր հրապուրել Քրիստոսին երկրպագելու իրեն։ Երկրորդ, նրա ծառայեկիցը լինելու պատճառով, որովհետև ինչպես հրեշտակն է հոգիների փրկության մասին հոգ տանում, այդպես էլ Հովհաննեսը, ուստի ասում է. «Ես քո ծառայակիցն եմ, միայն Աստծուն երկրպագիր»։ Երրորդ, պատվով հավասար էին, որովհետև երկուսն էլ մարգարեության շնորհ ունեին, քանզի Սուրբ Հոգին, որ իրեն հայտնել էր գալիքը, նույնը նաև Հովհաննեսին էր հայտնում, թեև իր միջնորդությամբ, ուստի մարգարեանալու շնորհը համարում է Սուրբ Հոգուց տրված ասելով, քանի որ Սուրբ Հոգով է Հիսուսի մասին վկայությունը, որ մարգարեների մեջ էր։ Եվ ոչ թե իմ, ասում է, վկայություն, այսինքն ճշմարիտ մարգարեություն, ըստ այն խոսքի, թե թագավորների առաջ խոսեցի քո պատվիրանների մասին և չամաչեցի։ Այստեղից երևում է, թե մարգարեները, մանավանդ առաքյալները, համապատիվ են հրեշտակներին։ Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, և նա, ով հեծել էր նրա վրա, կոչվում էր հավատարիմ և ճշմարիտ։ Նա արդարությամբ է դատում և պատերազմում։ Ինչպես սկզբում, որպես ձիավոր տեսավ Քրիստոսին, այդպես էլ այստեղ։ Եվ ինչպես այնտեղ հավատարիմ վկա կոչեց, այստեղ էլ ասաց. խորհրդաբանորեն սպիտակ ձին ավելի արագընթաց է, քան մյուս ձիերը։ Քրիստոսը սաստիկ պայծառ լույսով է ելնում երկնքից, այդ պատճառով երկինքը բացված է երևում, և նստած սպիտակ ձիակերպ ամպի վրա, այնտեղից ուժգին որոտով կայծակնահար է անում նեռին, արդարությամբ դատաստան տեսնելով։ Կամ էլ սպիտակ ձին բեհեզով զարդարված Միքայել հրեշտակապետն է, որի միջոցով սատկեցնում է նեռին, քանզի հանդիսավորապես իջնելու է դատաստանի համար, և ոչ թե նեռի։ Դարձյալ, սպիտակ ձին հաղթության, վեհության ու հանդիսավորության նշան է։ Ուստի հեթանոսները հաղթող թագավորների կառքերին սպիտակ ձիեր էին լծում։ Դրա համար էլ վերևում ասաց. տեսա մի սպիտակ ձի, և եկավ հաղթողը, որ հաղթի։ Նրա աչքերը նման են կրակի բոցի և նրա գլխի վրա կային բազում պսակներ։ Նա ուներ գրված մի անուն, որը ոչ ոք չգիտի, այլ միայն ինքը։ Բոցաբայլ աչքերը խորհրդանշում են Քրիստոսի բարկությունը, ընդդեմ ամբարիշների։ Քրիստոս բազում պսակներ ունի, նախ աստվածությամբ թագավորների թագավոր է և տերերի տեր, պսակված բազում կատարյալ շնորհներով։ Երկրորդ, մարդեղությամբ ծայրագույն վարդապետ է, հավատարիմ մարտիրոս և անբիծ կույս, ուստի և ունի համապատասխան պսակներ։ Նա ուներ գրված մի անուն, ասում է, որը ոչ ոք չգիտի, այլ միայն ինքը։ Ըստ աստվածության նրա անունը սքանչելի է, քանզի ոչ մի անուն նրա բնությունը բացահայտել չի կարող։
իսկ ըստ մարդեղության երկնավոր հայրը նրա պսակի վրա գրել է պատվական մի անուն, որ մարդը չի կարող իմանալ։ Գուցե այդ անունը բանաստված է, միևնույն է, դա մեզ համար անիմանալի է։ Եվ իր վրա գցել էր արյունով ներկված մի զգեստ, նրա անունն էր Բան Աստծո։ Սա նաև Եսայի մարգարեն կանխավ տեսավ և այն հարցին, թե քո հագուստները ինչու են կարմիր, նա պատասխանեց. ես մենակ ճմլեցի հնձանը։ Զորավարները խաղաղության ժամանակ պայծառ, իսկ պատերազմին առնագույն են հագնում, որպեսզի չերկնչեն արյունից։ Այդպես էլ Քրիստոս, նախ երևաց բջիղնարվոր, այսինքն սպիտակ պատմուճանով, որպես քահանայապետ, իսկ այժմ հայտնվում է կարմիր հագած, քանի որ ելել է պատերազմելու։ Ինչպես ճակատամարտող զորքերն են առնոտվում, այդպես էլ Քրիստոս։ Նա խաչի վրա մարմինը իր արյամբ ողողեց, ապա հանդերձները թշնամիների արյունով։ Կոչվում է Բան Աստծո, որովհետև ծնվում է հոր իմաստությունից, քանզի հայրը իմանալով իր էությունը ծնում է որդուն, և սիրելով իր էությունը բխում է Հոգին Սուրբ, բայց ծնունդի և բխումի կերպը անպատմելի է։ Այդ պատճառով վերևում նշեց. նրա անունը ոչ ոք չգիտի, այլ միայն ինքը։ Եվ երկնքի զորավարներ ու երկնքի զորքեր ձիերով գնում էին նրա հետևից, հագած մաքուր ու սպիտակ բեհեզներ։ Երանական փառքով զարդարված, հետևելով Հիսուս զորապետին, երկնային զորքերը պիտի բնաջնջեն նեռի զորքերին, ինչպես մի ժամանակ հաղթեցին Սենեքերիմի զորագնդին։ Եվ նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին։ Սուրն այս Քրիստոսի ազդու հրամանն է, որ երկսայրի սրի պես, ինչպես նիզակով խոցում է ոչ միայն մարմինն, այլև հոգին, դարձյալ երկկողմանի կտրում է թե մեղավորների հավիտենական կյանքը և թե արդարների հավիտենական մահը։ Այս սրով է սատկեցնելու նեռին։ Եվ նա պիտի հովվի նրանց երկաթե գավազանով, այսինքն հզոր ու անսասան հրամանով, քանզի ինչպես երկաթյա գավազանն է տևական, այդպես էլ Աստծո պատժի հրամանն է տանջվողների վրա մնալու հավիտյանս հավիտենից։ Եվ նա պիտի կոխոտի ամենակալածծուցասման գինու հնձանը։ Հայր Աստված չի դատելու, այլ ամբողջ դատաստան իր որդուն է հանձնել։ Խաչի վրա տրորեց դևերի, իսկ դատաստանի ժամանակ ճմլելու է ամբարիշների հնձանը, որով պիտի դադարեցնի ամենակալ հոր բարկության ցասումը։ Ասում են, արդար պատիժը խաղաղեցնում է դատավորի սրտմտությունը։ Եվ իր պատմուճանի ու իր մարմնի մասերի վրա կար գրված մի գրություն. թագավոր թագավորների և տերտերերի։ Քրիստոսը ամենուր քարոզվում է թագավոր, ինչպես խաչափայտի վրա գրվեց թագավոր։ Այստեղ էլ գլխին, պատմուճանին և ազդրին գրվում է թագավորների թագավոր։ Գլխավերևում գրվածը թագավորների թագավոր ցույց է տալիս նրա աստվածությունը, իսկ ազդրերի վրա գրվածը տերերի տեր ցույց է տալիս, որ նա տեր է նաև մարդկությամբ, քանզի խաչելությամբ բացահայտեց իր թագավորների թագավոր լինելը։ Դարձյալ, քանի որ մարմնի ամեն մի անդամ մարդու բնական մասն է, նշանակում է Քրիստոս թագավորների թագավոր է ոչ թե բռնությամբ, այլ բնությամբ, քանզի հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինելը։ Դարձյալ, Քրիստոս ոչ միայն աշխարհի թագավորների համեմատությամբ է թագավորների թագավոր, այլ նաև երանելիների և սուրբերի, ովքեր Քրիստոսի անդամները լինելով ճշմարիտ թագավորներ են, ում թագավորը Քրիստոս է։ Իմացիր նաև, որ երկրավոր թագավորները պատերազմի մեջ մտնելիս ծպտում են վախից, որպեսզի չճանաչեն իրենց, բայց երկնավոր թագավորը պատերազմի ելնելով կամենում է հայտնի լինել աշխարհին, ուստի ազատ և աներկյուղ աստղանշան տառերով գրում է իր անունը պսակի, պատմուճանի և իր մարմնի անդամների վրա, որպեսզի բոլոր առումներով հայտնի լինի, որ թագավորների թագավոր է։ Տեսա նաև մի ուրիշ հրեշտակ, որ կանգնած էր արեգակի վրա։ Նա աղաղակեց բարձր ձայնով երկնքի մեջ թռչող բոլոր թռչուններին ասելով. եկեք, հավաքվեցեք Աստծու մեծ ընթրիքին։ Կանգնած լինելով արեգակի վրա, այս հրեշտակը մեկ օրվա ընթացքում
տիեզերալուր ձայնով ազդարարում է բոլոր գիշակեր թռչուններին հավաքվել նեռի ընկած զորաբանակների, այսինքն թագավորների, իշխանների, մեծերի, փոքրերի ու ձիերի բազմաթիվ մարմինների վրա։ Եվ սա լինելու է ինչպես մեծ ընթրիք բոլոր գիշակեր թռչունների և գազանների համար։ Այս ընթրիքը պատրաստում է Քրիստոս, երկնային զորքով սատկացնելով նեռի զորաբանակները։ Դարձյալ արեգակի վրա հրեշտակի կանգնած լինելը ցույց է տալիս, թե այս պատերազմը հայտնի է լինելու ողջ աշխարհին, քանզի սա աշխարհի թագավորների մղած վերջին պատերազմն է Աստծո եկեղեցու դեմ, ինչպես ասում է։ Ապա տեսա գազանին, երկրի թագավորներին և նրանց զորքերին հավաքված, որպեսզի պատերազմ մղեն ընդդեմ նրա, ով հեծել էր սպիտակ ձիու վրա, նաև ընդդեմ նրա զորքի։ Այս զորքը հրեշտակներն ու քրիստոնյաներն են։ Այս ընթրիքի մասին մարգարեացավ նաև Եզեկիել մարգարեն, խոսելով Գոգի ու Մագոգի մասին։ Դու էլ մարդու որդի ասա բոլոր գիշատիչ թռչուներին, դաշտի բոլոր գազաններին, հավաքվեցեք ու եկեք երկրի բոլոր կողմերից իմ ողջակեզի համար, որ ես եմ զոհել Իսրայելի լեռների վրա։ Դարձյալ հրեշտակն այս երկնքում լինելով ոչ միայն հրավիրում է բոլոր թռչուներին, այլև ողջ աշխարհում սփռված քրիստոնյաներին, ավետելով նեռի կործանումը։ Ինչպես Ադամն էր կանչում թռչուներին, և նրանք գալիս էին, այդպես էր հրեշտակը, քանի որ կենդանիները հնազանդվում են թե սուրբերին և թե հրեշտակներին։ Եվ բռնվեց գազանը, ու նրա հետ եղող սուտ մարգարեն։ Նեռի զորաբանակը կբնաջնջվի Քրիստոսի բերանի սրով, այսինքն ազդու հրամանով։ Այդպես էլ Պետրոս առաքյալի շնչով մարեց Սիմոն կախարդի հրեղեն կառքը։ Իսկ նեռն ու սուտ մարգարեն կբռնվեն ու կենդանի կնետվեն ծծումբով այրվող հրեղեն լիճը։ Այստեղ պետք է ճիշտ ըմբռնել, քանզի ոմանք ընթերցելով Պողոս առաքյալի նեռին վերաբերող խոսքը, ապա պիտի հայտնվի անօրենը, որին Տեր Հիսուս պիտի կործանի իր բերանի շնչով, եզրակացնում են, թե նեռը նախ պիտի սպանվի Հիսուսի կողմից Միքայելի միջոցով, ապա հարություն առնելով պիտի նետվի կրակի լիճը։ Բայց այստեղ շատ պարզ ասում է. զորքերը սպանվեցին, իսկ ինքը իր սուտ մարգարեի հետ բռնվեց և կենդանվույն նետվեց լիճը։ Եվ սա մեծագույն պատիժ է, բաց աչքերով կենդանի անմիջապես թագավորական փառքից շղթայակապ նետվել դժոխքի լիճը, ինչպես Դադանն ու Աբիրոնը։ Գրեթե բոլոր հերձվածների հիմնադիրները դժնի մահով սատկեցին, օրինակ Արիոսը, որ կամենում էր Աստծո սիրելի որդուն տեսնել հոր աղիքներում, իր իսկ աղիքները թափվեցին։ Նեստորի լեզուն որդերը կրծեցին, Լյութերի ստամոքսը փտեց, Կալվինը միզարկելությունից սատկեց, Մուհամեդը դիվահարված, այդպես էլ բոլոր մեղսահնար մարդիկ նորանոր պատիժների արժանացան։